Ողջույն, այսօր խոսելու ենք սակավարյունության եւ արյան դոնորության մասին, տաղավարում հյուրընկալել ենք Յոլիան արյունաբանության եւ ռուսկաբանության կենտրոնի մեծահասակների բարորակ արյունաբանական կլինիկայի ղեկավար Նատա Մելքիկյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև, ուրախ եմ ձեզ մոտ հյուրընկալվել։ Նմանապես, այսօր շատ են խոսում սակավարյունության մասին, բայց քչերը գաղափարում են, թե իրականում ինչ է դրանց ներկայացնում։ Իրականում թե ինչ է սակավարյունությունը, դա մի բազմազան իրավիճակներ են, որոնց հիմքում է ընկած էրիթրոցիտների եւ նրանց մեջ պարունակող հեմոգլոբինի նվազումը։ Այս սակավարյունությունները անգամ բազմազան են, բայց դա ինչ որ չափով դասակարգվում են։ Գոյություն են տարբեր դասակարգումներ, ես ասեմ ամենակարճ դասակարգումը, ըստ նրանց առաջացման, հետհեմորագիկ, հետարյունահոսական, էրիթրոցիտի ստեղծման խանգարումով պայմանավորված սակավարյունություններ։ Նա էլ ունի մի 3 ճյուղ՝ դեֆիցիտային, ոսկրածի անբավարարությամբ պայմանավորված, մետաստազիկ ուռուցքներով պայմանավորված եւ մեր չարավորակ գեմոպլաստոզների զարգացումով նույնպես զարգանում է ոսկրածի անբավարարություն եւ անեմիա։ Բայց բացի այդ խմբից, որը կապված է էրիթրոցիտների ստեղծման հետ, տարբերակում են հաջորդ խումբը, էրիթրոցիտները յուրաքանչյուր օր ստեղծում են եւ յուրաքանչյուր օր նրանց մի հատվածը քայքայվում է։ Եթե քայքայման process-ը արագանում է, դա նույնպես նպաստում է սակավարյունության ստեղծման։ Այդ սակավարյունությունները կոչվում են հեմոլիզիկ, որովհետև էրիթրոցիտի քայքայումը կոչվում է հեմոլիզ։ Հեմոլիզիկ սակավարյունություններ, նրանք էլ շատ մեծ խմբեր են, բայց ես փորձեմ կարճ ասեմ, ուրեմն կան ժառանգական եւ ձեռբերովի, ժառանգականները մի 3 խումբ են, որոնք պայմանավորված են էրիթրոցիտի մակերեսային թաղանթի մեմբրանայի անվորակությամբ, ժառանգական ծագումով։ Կան, որոնք պայմանավորված են էրիթրոցիտի ֆունկցիոնալ գործողության խանգարումով, նույնպես պայմանավորված ժառանգական արդեն ֆերմենտատիվ կոմպլեքսների խանգարումներով։ Իսկ յուրթը պայմանավորված է էրիթրոցիտի հեմոգլոբինի բաղադրամաս, հեմոգլոբինի ստեղծման մեջ կիրառվող հեմոգլոբինի շղթաների ստեղծման խանգարումով։ Տարբեր են։ Իսկ դրանք ժառանգականներն իսկ ձեռքբերովիները իմուն են, երբ որ հակամարմիններ են զարգանում էրիթրոցիտների դիմաց, ջախջախում են, հետտրավմատիկ են, տարբեր տրավմաներ, այդ թվում միկրոանգիոպաթիկ անեմիաներ կան, դրանք լոկ մեխանիկական տրավմաներ են, կամ թույներով, տոքսիններով, տարբեր ինֆեկցիաներով, բակտերիալ վիրուսայինով պայմանավորված էրիթրոցիտների քայքայման արդյունքում զարգացած հեմոլիզիկ սակավարյունություններ։ Այդքանը դա ամենակարճ դասակարգումն էր։ Կան հիվանդություններ, որոնք պատճառ են դառնում սակավարյունության։ Եվ որպես հիվանդություն ես բերեցի, դա մեծ ուռուցքաբանության ուռուցքները, որոնք կարող են մետաստազ տան ոսկրածում եւ խանգարվի էրիթրոցիտների ստեղծումը, կամ մեր հեմոբլաստոզները։ Ընդհանրապես շատ հիվանդություններ տերմինալ վիճակով բարդանում են սակավարյունությամբ, բայց դա յուրաքանչյուր դեպքում իր մեխանիզմով եւ դա ավարտի նշաններն են, բայց ուրույն ինքնուրույն զարգացած սակավարյունությունները ուրիշ են։ Մեր օրերում տարածված է երկաթդեֆիցիտային անեմիան, ինչի հետևանքով են զարգանում մարդու մոտ։ Երկաթդեֆիցիտային անեմիան դա երևի ամենատարածված սակավարյունությունն է աշխարհում բնակչության 1/3-ը տուժված է երկաթդեֆիցիտային վիճակի եւ երկաթդեֆիցիտային անեմիայի զարգացման պատճառով։ Դրանք գլխավորապես երեխաներն են, դերահասներն են, կանայք, ռեպրոդուկտիվ տարիքի կանայք, գլխավորապես այդ խումբն է տուժված լինում։ Իսկ մեծահասակներ արդեն կին եւ տղամարդ հավասարաչափ։ Եվ տուժվածության պատճառը ինչու՞մ է։ Ինչն է պատճառը դրա այդպես տարածվածության, որտեղ նա առաջի հերթին կապված է սննդակարգի հետ։ Սննդակարգը պետք է լինի բավարար, ապահովի անհրաժեշտ ներմուծումը օրգանիզմ, երկաթ պարունակող սննդի, երկաթ պարունակող լիարժեք պարունակությունը դա մսի մեջ, այն էլ կարմիր մսի մեջ,
սպիտակ միսը քիչ է պարունակում, բուսական սնունդը քիչ է պարունակում, ինչ-որ չափով պարունակում, բայց ինչ քանակով պետք է ուտեն, որ այդ սննդակարգը ապահովեն, դժվար է ասել, հա։ Եվ այդ սննդակարգի կարևորությունը շատ է երևում ոչ զարգացած երկրներում, այնտեղ երկաթդեֆիցիտային, անեմիայի տարածվածությունը շատ խիստ բարձր է։ Իսկ զարգացած երկրներում, որտեղ մսի կիրառումը ավելի շատ է, ոչ այդքան զգալի ցածր է ավելի։ Բայց ամեն դեպքում առաջի տեղը իր տարածվածությամբ զբաղեցնում է երկաթդեֆիցիտային անեմիան։ Եվ ինչու է նա շատ կարևորում, որտեղ շատ կարևոր է երկաթի նյութափոխանակությունը։ Երկաթը շատ պատասխանատու գործ է կատարում ողջ օրգանիզմում, ողջ օրգանիզմի ֆունկցիայի հսկողություն է կատարում։ Ապահովում է երկաթը հեմոգլոբինի մեջ, ապահովում է թթվածնի տրանսպորտը դեպի բոլոր հյուսվածքներ, դեպի բոլոր օրգաններ, հետևաբար ապահովում է հյուսվածքային շնչառությունը, նպաստում է իմունիտետի բարձր դիրքերում պահպանելուն, այնպես որ երկաթը շատ մեծ դեր ունի։ Եվ ելնելով դրանից մի բան էլ կասեմ, եթե արյունահոսություններ են տեղի ունենում, այդ ժամանակ շատ մեծականակ երկաթ անվերադարձ կորչում է, որտեղ օրգանիզմի երկաթի պահեստը գլխավորապես էրիթրոցիտի, էրիթրոկարիոցիտների մեջ է։ Եվ այդ քանակը, եթե ամբողջ պահեստը 4 գրամ է, դա մոտ 3 գրամ է։ Եվ դա չես կարող երբող ոչ մի սննդով, ոչ մի դեղով ներմուծես այդքան։ Նա տրված է ի սկզբանե եւ դա պետք է պահպանել։ Եթե մեծ արյունահոսություն եղավ, շատ մեծականակ երկաթ կորավ։ Իսկ էրիթրոցիտը, որ արդեն հասել է ծերության, քայքայվում է, բայց իր երկաթը մնում է օրգանիզմում եւ ծառայում է նոր էրիթրոցիտների ստեղծման համար։ Հետևաբար այդ արյունահոսականը շատ բարդ խնդրեմ է, շատ եւ կարող է բերի հազար մի բարդություններին եւ մի չմախ, եթե ժամանակին օգնությունը չհասցնեք։ Չի լինում, որ մարդը իրականում կյանքում լավ էլ տեղին միս օգտագործում է, բայց ունի երկաթի դեֆիցիտ։ Լինում է, որտեղ բավական չի դրսից մտած երկաթը։ Պետք է օրգանիզմը յուրացնի դա։ Յուրացնելու համար այդ երկաթը պետք է ներծծվի։ Ներծծման խանգարում է երևի տեղի ունենում, երևի տարապում է էնտերիտներով, շատ մեծ կորուստ է ունենում, եւ այդ ժամանակ ներծծումը լիարժեք չի տեղի ունենում։ Կամ մարդը երկաթը ստանում է, միսը շատ է ստանում, բայց նա ունի գաղտնի աղեքստամոքսային արյունահոսություն, որ տեսանելի չի, ինքը տեղյակել չի։ Գնալով, կատ-կատ կորցնելով, նա ունենում է մեծ պակասություն է ստեղծում երկաթի պահեստի։ Կամ ինքը ունի դրա պատճառները ուռուցքային հիվանդություն, դիվերտիկուլոզ, պոլիպներ, խոցային, որոնք կարող են շատ համառ ընթանան եւ վերջի ի հայտ գան երկաթի եւ դեֆիցիտային անեմիայի պատկերով։ Երկաթի դեֆիցիտի դեպքում ինչ ախտանշաններ կան։ Քանի որ երկաթը օրգանիզմում ներկայացված է պահեստը ոչ միայն էրիթրոցիտներով, նա ներկայացված է նաեւ միոգլոբինով։ Միոգլոբինը պարունակում է գեմը, ինչպես է գեմոգլոբինը, որտեղ երկաթ է։ Նա ներկայացված է լինում ֆերմենտային համակարգերով, գեմային ֆերմենտային համակարգեր, ոչ գեմային, որոնք կան բոլոր հյուսվածքներում եւ ապահովում են նրանց գործողությունը, նրանց առողջական վիճակը։ Այդ պակասության ժամանակ հյուսվածքային պակասությունը ունի իր արտահայտությունները, ախտանիշները, դրանք կոչվում են սիդրոպենիկ ախտանիշներ, տուժում են մակերեսային բոլոր բջիջները, դա մաշկն է, դա մազերն են, դա եղունգներն են, լինում են անառողջ, փխրուն, չոր, կոտրվող այդ բոլորը։ Շատ տարօրինակ մի բան է զարգանում, տարօրինակ հակումներ են ունենում հոտերի, որոնք նորմալ մարդուն դուր չեն գալիս, տխաճ են։ Նրանց հակումներ հավանում են այդ հոտերը, կամ տարօրինակ սննդի հակում է ունենում։ Կարող է ուզենա կավիչ կրծի, գաչ կրծի, հասկանում եք շատ տարօրինակ բաներ, որ հետո ասենք սառույց կուլ տա։ Այդ թիվը շատ մեծ է, դժվար է բոլորը թվել, դա արդեն հյուսվածքային պակասն է, իսկ հյուսվածքային պակասը սկզբից սկսում է հյուսվածքայինը, որտեղ նա պահեստը քիչ է եւ երբ որ ընդհանուր երկաթը սկսում է պակասել, այդ փոքր պահեստը, որ նվազում է, դա շատ արագ է իրեն ցույց տալիս, իսկ մեծ պահեստը միջև նվազի ժամանակ է պետք
մյուս բանը երկադեֆիցիտային անեմիայի զարգացման համար ավելի երկար ժամանակ է պետք։ Նաև օդի պակասի զգացում եւ սրտխփոց են, չէ՞ ունենում։ Օ, դա ընդհանուր բողոքներ են։ Բնորոշ բոլոր սակավարյունություններին, անկախ նայից երկադեֆիցիտային է, անկախ նայից դա վիտամին B12 ֆոլիան թթվի դեֆիցիտային է, անկախ նայից դա հեմոլիտիկ սակավարյունություն է, դա ընդհանուր, քանի որ առաջնահերթ խանգարվում է թթվածնի տրանսպորտը ողջ օրգանիզմով։ Եվ արդեն ավելի ծանր վիճակում է ամբողջ օրգանիզմը, սրտի համակարգը, սիրտանոթային համակարգը, մկանային համակարգը, մկանային շատ խիստ թուլություն եւ իհարկե շատ բնորոշ է դեմքի մաշկի գույնը, սփռտած գույն, անգույն, կարող է լինի եւ մի փոքր դեղնավուն երանգ բերանի շուրջի մաշկի։ Եթե մարդը ունի երկաթի դեֆիցիտ, ինչպես է հարցը լուծվում, դեղորայքի միջոցով կարող են հասնել այնպիսի մակարդակի, որ հեմոգլոբինը բարձրանա։ Իհարկե։ Առաջերտին մենք դերեցեք պետք է ախտորոշենք դա։ Իսկ ախտորոշման համար մենք ունենք այսօր այս ժամանակահատվածում շատ լավ ախտորոշման մեթոդներ եւ երկաթի ոչ նյութափոխանակությունն ենք հետազոտում։ Եվ ամենակարևորը հիմքը ֆերրիտինը ինչքանով է ներկայացած արյան մեջ, արդյոք պահեստը լիարժեք է թե չէ։ Երկադեֆիցիտային անեմիայի համար ֆերրիտինի պահեստը պետք է լինի նվազած, նորմայից ցածր։ Դա ամենակարևոր ախտանիշն է լաբորատոր։ Նոր դրանից հետո արդեն սկսում ենք խոսել եւ փնտրել պատճառները։ Բայց չի կարելի խափնվել նրանով, երկադեֆիցիտային անեմիային բնորոշ է բիլիրուբինի փոքր պարունակություն է էրիթրոցիտի մեջ։ Էրիթրոցիտի քանակն էլ է տուժում, բայց առավել ոչ թե բիլիրուբինը, այլ հեմոգլոբինն է տուժում։ Եվ դա կոչվում են հիպոխրոմ էրիթրոցիտներ, հիպոխրոմ անեմիա։ Շատ է տարածված հիպոխրոմ, ուրեմն երկադեֆիցիտային, դա հասկացողություն է։ Հիպոխրոմը կարող է ունենալ շատ մեծ պահեստ։ Եվ առանց պահեստի, ախտորոշումը դնել առանց պահեստի ստուգման, դա մեծ սխալ է, որտեղ կարող նա ունի շատ մեծ պահեստ եւ տալով երկաթ մենք ոչ թե կլավացնենք, այլ կվատացնենք նրա վիճակը։ Երկաթի դեղորայքը երբ ընդունում են, պարտադիր է նաեւ ֆոլաթթու եւ B12-ը դրա հետ ընդունել։ Ոչ։ Երկաթի պակասությունը, եթե դա պայմանավորված է, ասենք էնտերիտներով, էնտերիտները բերում են եւ երկաթի ներծծման խանգարման, ճիշտ է, դա ներծծումը կատարում է 12 մանյակիում եւ ավելի բարձր հատվածում բարակաղի, իսկ վիտամին B12-ի ներծծումը կատարում է ավելի ցածր հատվածներում աղիների, բայց ամեն դեպքում էնտերիտը կբերի եւ B12-ի պակասին։ Բայց ֆոլիաթթվի պակասը ավելի հազվադեպ կլինի էնտերիտներով։ Ֆոլիաթթվի պակասը ստեղծվում է բուսական ոչ լիարժեք սնունդի տրամադրման դեպքում։ Ստեղ մեկ ուրիշ հարց է։ Կարծիք կա, որ եթե երկաթը լավ չի ներծծվում, ուրեմն կա պղնձի դեֆիցիտ նաև օրգանիզմում, դա ճիշտ է։ Չէ, դա դժվար ասել, որտեղ կա մի տրանսպորտային սպիտակույց տրանսֆերին է կոչվում, որը կարող է կապի եւ երկաթը, եւ պղինձը, իրենց ընդհանրությունը դրա մեջ է, բայց սկի պարտադիր չի։ Կարող է տեղի ունենա եւ պղինձի պակասության պայմանավորված անեմիա, բայց նա սկի անպայման չի, որ երկաթի հետ զուգորդված լինի։ Արյան սովորական անալիզով հնարավոր է հասկանալ, որ կա անեմիա, այսինքն մարդու։ Իհարկե, որտեվ ինչ է նշանակում, որ մենք ասենք նորմայից ցածր պետք է լինեն էրիթրոցիտները եւ հեմոգլոբինը։ Մենք պարզաբանենք, որ էրիթրոցիտները ամենաբազմաթիվ բջիջներն են արյան։ Եթե էրիթրոցիտի քանակը հաշվարկվում է միլիոններով, տրոմբոցիտինը 100,000-ներով, իսկ լեյկոցիտինը տասնյակ հազարներով։ Եվ այդ էրիթրոցիտի քանակը ունի իհարկե մեծ տատանման հատված 3.5-ից մինչև 5.5։ Իսկ հեմոգլոբինը նրանց մեջ պարունակված իր տատանումը 120-ից մինչև 170 գրամ լիտր։ Եթե այդ տատանումից, այդ ներքևի սահմանից ցածր է գնում, արդեն մենք մտածում ենք սակավարյունության մասին, թե նրա դեպքում։ Մենք արդեն մտածում ենք, բայց դա ես ասացի շատ քիչ է, հասկանանք թե ինչ է։ Երկադեֆիցիտային բնորոշ է հիպոխրոմ, ֆոլիադեֆիցիտ B վիտամին դեֆիցիտային բնորոշ է հիպերխրոմ, դա կոպիտ տարբերակով է։ Սուր արյունահոսությանը բնորոշ է նորմոխրոմ, դա կոպիտ տարբերակում է, մենք ասենք անպայման պահեստները ստուգել։
անպայման, որտեղ հիպերխրոմ կարող է լինել ոչ միայն B12 եւ ֆոլիաթթվի դեֆիցիտային, այլ էրիթրոցիտների քայքայման ժամանակ նույնպես կարող է լինի, որտեղ այդ ժամանակ եւ քայքայվում է եւ արագ ստեղծվում է, շատ է պահանջում ֆոլիան թթու եւ կարող է դառնալ հիպերխրոմ։ То есть պետք է զբաղվի այդ ախտորոշումով իհարկե բժիշկը, ցանկալի կլինի, որ մեր բոլոր թերապևտները դա կիրառեն, լիարժեք ցանկալի կլինի, բայց եթե մի փոքր կասկած է առաջանում, պետք է ուղարկել արյունաբանի մոտ։ Այո։ Հիմա մարդու մոտ երկաթ դեֆիցիտը դեղորայքով ասացիք հնարավոր է վերականգնել, որ դեպքում են արդեն հասնում արյունը ներարկելուն։ Դե կախված արդեն արյան սակավարյունության աստիճանից, խորությունից։ Եվ այսպես է հարցը, եթե սակավարյունությունը զարգացել է սննդակարգի ոչ անբավարարության պատճառով, դա շատ երկար, շատ դանդաղ է զարգանում, եւ հասնելով ցածր թվերին մարդը լինում է դեռևս կոմպենսացված, օրգանիզմը արդեն հարմարվել է այդ պատճառներին, եւ այդտեղ կարող ենք մենք տալով դեղերը բարձրացնենք, բայց պետք է գնահատենք վիճակը եւ հասկանանք, թե այս վիճակում արդեն դեղով բավական չի լինի, մի հատ պետք է արյուն ներարկել, հետո նոր դեղով բերել միջև վերջ լավացման։ Իսկ եթե արագ է զարգացել սակավարյունությունը, դա արդեն շատ ծանր երևույթ է, արագ զարգացումները դրանք կատաստրոֆաների հետևանքներ են, տրավմաների հետևանքներ են, արագ զարգացումը լինում է ծննդկաների մոտ, անսպասելի կարող է արագ սակավարյունություն զարգանալ, արյունահոսություն, եւ այդտեղ մեզ պետք է անպայման պետք է ներարկել էրիթրոցիտար զանգված, փորձել փրկել, որ մի քիչ օրգանիզմը կարգավորվի եւ նոր հետո մտածել, ինչի դեֆիցիտն է, ինչով է փակում մնացածը։ Հա, այսինքն ներարկումով հնարավոր է մարդուն գոնե բերել այդ ստաբիլ վիճակի։ Դա շատ պարտադիր է, ծանր վիճակներում առանց դրան մենք չենք կարող։ Եվ հետևաբար մեզ շատ կարևորվում է դոնորության զարգացումը, մեզ կարևորվում է, որ մեր քաղաքացի լիարժեք հասկանա եւ պատկերացնի, ինքը ոչ միայն պահանջատեր պետք է լինի պետության նկատմամբ, ինքը պետք է եւ պատասխանատու լինի, թե իր շրջապատի առողջության համար, եւ լավ պետք է պատկերացնի, որ առողջ մարդը շատ հանգիստ կարող է հանձնի արյուն, տարվա մեջ մինիմում 3 անգամ նա կարող է հանձնի եւ խնդրեմ չի ունենա, եթե լավ սրվում է, ունի լավ պահես, չունի խնդիրներ, իսկ այդ խնդիրների համար նստած են դոնորական կազմակերպությունում համապատասխան բժիշկներ, որոնք փորձում են հասկանալ առողջության աշճանը, կատարել լաբորատոր հետազոտություններ, բոլորը ճշտեն եւ նոր պատրաստ են արյուն։ Որքանով ես տեղյակ եմ, արյունաբանականում կան մարդիկ կան, ովքեր գալիս են արյուն հանձնելու, հիմնականում գումարի դիմաց են հանձնում։ Եթե այսօր ժողովրդի գիտակցությունը դեռ այդքան բարձր չի, բայց ներեցեք դա ոչ միայն մեր երկրում է, եվրոպական երկրներում է նման բան գոյություն ունի։ Հա, դե գիտեք ինչ, այսօր սոցիալական վիճակը շատ մարդկանց երևի ծանր է եւ նրանք այդպիսի ճանապարհել են փնտրում, ես չեմ կարող իրենց մեղադրել, բայց ես շնորհակալ եմ յուրաքանչյուր դոնորին, որ նա ընդգրկվել է շարքերի մեջ, լինի դա անվճար, լինի վճարովի, որովհետեւ առանց արյան կյանք չկա։ Մենք կարող ենք կորցնել կյանքեր չունենալով համապատասխան խմբի համատեղված արյուն։ Բոլոր հիվանդությունների դեպքում չեն կարող արյուն հանձնել, թե կան թեթև հիվանդություններ, որ Չէ, գիտեք ինչ, կան կոնկրետ սահմանափակումներ, սրտային հիվանդություններ, լյարդային հիվանդություններ, երիկամային, то есть այդ բոլոր սահմանափակումները, փոքր խախտումները ուրիշ բան են։ Եթե վիրուսային հեպատիտ է կրել, երբեք որն է կրել, նա չի իրանք չունի անցնի։ Մենք չգիտենք ինչ որ միտեղ պահպանվել է, թե չէ, եւ նա վրան վնաս կհասցնի հիվանդին իր արյունով, թե չէ։ Երբեք։ Բայց հիվանդին, որ տրամադրում են արյուն, մաքրում են, չէ՞։ Մաքրումը ինչ է։ Չէ, մաքրումը դա ուրիշ բան է։ Եթե մենք համատեղություն ենք ստուգում, որ խմբային ամբողջ նյուանսներով համընկնի, դրանից հետո դեռևս մենք կատարում ենք լվացում էրիթրոցիտների, որ նրանք ավելի մաքուր վիճակով առանց մի շլակների, առանց մի այն հակամարմինների, որոնք չեն հայտնաբերել, որ դրանք բոլորը վերանան եւ առանց բարդությունների ընթանա արյան ներարկումը։ Կա արյան կարգը, որը բոլորին արյուն կարող է տալ, բայց իրեն օրինակ եթե պետք է չեն կարող ներարկել։ Դա առաջի արյան կարգն է, դա այդպես теоретически դա եւ կյանքում լինում է պահ, որ դա օգտագործում ես, որտեղ առաջի արյան կարգը չի պարունակում ագլյուտինագեններ, երբ որ դու ներարկում ես
հիվանդին, այդ ագլյուտինագենները չպետք է միանան իրենց դեմ արկա հիվանդի մոտ ագլյուտինինների հետ։ Հասկանալի է։ Եվ առաջի խումբը չունենալով ագլյուտինագեններ, հանգիստ ներարկում ես։ Ինչ ագլյուտինին լինի, ստեղ նրանք չկան, ներկայացված չեն։ Ռեակցիա չեն կարող տան։ Եվ առավել ռեզուս բացասական առաջի խումբը, որտեվ ռեզուս բացասականն էլ ունի իր պրոբլեմները, առաջի ռեզուս բացասականը։ Հիմա առաջին կարգի այժմ ունեցողին, որ այժմ է պետք։ Իսկ խեղճ մարդուն ինչ են անում։ Չի, ինչ խեղճ մարդու։ Առաջի հերթին եթե մեր մոտ չկա, մեր համակարգը սկսում է փնտրել բոլոր այուն հավաքող դոնորական կազմակերպությունների հետ կապ կա։ Այդ կապը երկկողմանի է եւ իրար օգնության են հասնում։ Այնպես որ եթե դա պետք է ուրգենտ իրավիճակ է ստեղծվել, անսպասելի տրավմա է եղել, արյունահոսությունն է մեծ եղել, մենք միշտ ունենում ենք մի փոքր պահեստ բոլոր խմբերից, որ այդ ուրգենտ վիճակներում չթողնենք, որ մարդիկ չվերականգնվեն, որ գործ։ Նկատի ունեի, որ առաջին կարգը ոչ մի այժմ չի վերցնում, ինքը ինչ է լինում իր հետ։ Ինքը, եթե ինքը առաջի խումբ է, դուք նկատի ունեք առաջի խումբը, դե ինքը այդպես է, ինքը չի վերցնում, ինքը չունի ագլյուտինագեն, բայց ունի բոլոր ագլյուտինինները, որոնց անտիգենները ներկայացած են մնացած խմբերում։ Հետևաբար ինքը պետք է ստանա միայն առաջի խմբի էրիթրոցիտներ, ուրիշ տարբերակություն չունի։ Մեզ միշտ բոլոր կարգի այժմները անհրաժեշտ են լինում, թե կա կոնկրետ կարգ, որ ամենաշատն է պետք։ Գիտեք, նայած ժամանակահատված, հայ ժողովրդի մոտ առավել տարածված է երկրորդ խմբի կարգը, որից հետո ըստ տարածվածության գալիս է ինչ-որ չափով առաջի, երրորդ եւ ավելի քիչ չորրորդ խումբը։ Բայց երկրորդ խումբը տարածված է, բայց պատասխան եւ հիվանդներն է կարող են ավելի երկրորդ խմբի քանակով ավելի շատ լինեն։ Այնպես որ ժամանակ թե ինչպես բաշխվեց, պակասությունը դրանից է գալիս, թե ինչպես բաշխվեց, ինչ հիվանդ եղավ, ինչ ծանրության հիվանդ, որը ինչ հաճախականությամբ կարիք կունենա արյան։ Ովքեր կարող են արյան դոնոր դառնալ, որ տարիքի մարդիկ։ 18 տարեկանից բարձր մինչ 60 տարեկան։ 18-ից բարձր մինչ 60 տարեկան։ Եվ նրանք պարտադիր պետք է լինեն առողջ։ Նրանք չպետք է գրած լինեն վիրուսային հեպատիտներ։ Նրանք չպետք է ունենան, ասենք, մարդունի երիկամ, մի երիկամը հեռացված է, բայց մեկը նա իրավունք չունի լինի դոնոր։ Շատ բացառող պայմաններ կան եւ հեշտ չի ընտրել դոնոր այսօրվա իրավիճակում։ Օրինակ Խորհրդային Միության տարիներին ուսանողներին այսպես հերթով տարել են այժմ են վերցրել։ Հիմա կա այդ ուսանողներին ես ինքս ժամանակին որպես ուսանող հանձնել եմ եւ ինքս որպես արյունաբան եղել եմ, մենք գնացել ենք ուսանողների բուհեր են գնացել, հավաքագրել ենք։ Ուսանողները ավելի շատ գալիս են իրենց կամքով, բայց հիմա կազմակերպվում է ոչ միայն բուհեր, այլև հազար մի հիմնարկություններ, երբ որ նրանք հայտնում են ցանկություն իրենց աշխատողները դառնան դոնոր, մի անգամ հանձնեն խացյաբը։ Մեր դոնորական շարժական խումբ են կազմել, որը մեկնում է այնտեղ եւ կազմակերպում է այդ գործողությունը։ Մարդիկ կան վախենում են, չէ՞, ասում են իմ այրենը չի վերականգնվի դրանից։ Չի, այդպես չի։ Ես ասում եմ, յուրաքանչյուր օր տեղի ունենում նոր էրիթրոցիտների ստեղծում։ Եվ յուրաքանչյուր օր այն կյանքը արդեն կյանքի վերջորերը ապրած էրիթրոցիտները քայքայվում են, մեկը մյուսին փոխարինում է։ Այդպես է ստեղծած, պարզապես դոնոր հանդիսացող մարդը պետք է շատ ուշադիր լինի իր սնունդին։ Ես ասեցի ինչքանով կարևոր է սննդակարգը, որ չզարգանա դեֆիցիտային սակավարյունությունը։ Եվ ռեպրոդուկտիվ տարիքի կանայք շատ ավելի շատ են ունենում արյան պակասություն։ Ի տարբերություն տղամարդկանցից նա ամիսը մեկ ֆիզիոլոգիական արյան կորուստ են ունենում։ Իսկ եթե կորուստը եղավ նորմայից բարձր, եթե սննդակարգը ոչ բավարար, ժամանակի ընթացքում զարգանում է անեմիա։ Այդ բոլորը բժիշկը հաշվի առնում, հանդիպելով դոնորի ցանկություն հայտնող քաղաքացուն։ Այդ բոլոր հարցերը նա հաշվի է առնում։ Եթե տարիներ առաջ դաջվածք են արել, դա խանգարի որ դառնան դոնոր։
Դաջվածքի վատ ազդեցությունը ինչու է կայանում, որ ժամանակին անհասկանալի մի ինստրումենտով, մաքուր, ոչ ստերիլ թե ինչ, մեկի վրա օգտագործված, մյուսի վրա կերարված կարող է ինֆեկցիա մտցրել։ Պրոբլեմը դա է։ Բայց յուրաքանչյուր այդ ինֆեկցիայի դաժե մտցնելու պայմանում, ներեցեք, ատամնաբուժի մոտ որ գնում եք, այնտեղ շատ դա հնարավոր է, որ մեքենան այնպես է ստեղծված վակուումային ածսոսով, որ միայն առավոտյան առաջի գնացողը կարող է համոզված որ դա ոչ չի իրեն փոխանցի որևէ վիրուս, իսկ մնացածները չէ, ինչ ասեմ, բայց միշտ նշանակություն ունի քանակը վիրուս է։ Եթե մենք շատ ենք մտածում B վիրուսով վարակման վտանգի մասին, որովհետև B հեպատիտի զարգացման համար պահանջվում է շատ ավելի քանակի վիրուս, քան թե C հեպատիտով վարակման համար։ Հասկանալի է, եւ դաջվածքը կատարվել է, անցել է մի 6 ամիս, մեր սահմանափակումը այդպիսին է, եւ բացի դրանից այդ պատրաստված արյունը ստուգվում է վիրուսային նագրոսկաների ուղղությամբ, հեպատիտ B-ի, հեպատիտ C-ի, միավի, մենք փորձում ենք ապահովենք անվտանգությունը։ Այսինքն դոնորները անվճար ստուգվում են, այսինքն հավես անալիզներ։ Դա առավել վերաբերում է ձրի դոնորին, վոլանտյորին, որը մի անգամ եկավ։ Իսկ նա ով որ գալիս է ամեն անգամ, այդտեղ ժամանակային ցուցում կա ստուգման։ Ուստի դոնոր դառնալը նաև օգտակար է։ Անալիզները ստուգում են։ Իհարկե, չունես հնարավորություն գնամ մի հատ եւ արյան անալիզը կանեն, եւ լյարդի բիոքիմիան կարճ կանեն, եւ այդ հեպատիտները կստուգեն։ Եվ կբուժեն։ Դրանից հետո որ բարձաբանվում է, իրենց բացատրվում է, ինչու իրենք չեն կարող լինեն դոնոր, եւ ուղղություն է տրվում, որ գնան բուժվեն։ Նման դեպքեր շատ են, որ հիվանդություններ եք բացահայտում։ բացահայտում։ Դա տոկոսային այդ թիվը չեմ տիրապետում, բայց թե ինչքանով է տոկոսային բնակչության մեջ հայտնաբերվում հեպատիտ B-ի անտիգենը կամ հեպատիտ C-ի դեմ հակամարմինը, դրանք հայտի թվեր են։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մենք զրուցում էինք Յոլիան արյունաբանության եւ ռուսկաբանության կենտրոնի մեծահասակների բարորակ արյունաբանական կլինիկայի ղեկավար Նատա Մելքիկյանի հետ։